Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև մտադիր է օգտագործել իր ներգրավվածությունը երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Նա ընդգծել է, որ արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացման գործընթացը շարունակվում է, ինչի արդյունքում տարբեր ուղղություններով արտահանման ծավալները արդեն կրկնապատկվել են։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ախալքալաք Կարս երկաթուղու բացման կապակցությամբ եւ հայտնել, որ շուտով գործարար պատվիրակությունները կուսումնասիրեն այդ ուղղությամբ առկա նոր շուկաները։ Փաշինյանի խոսքով Հայաստանն ունի էներգետիկ անկախություն ձեռք բերելու իրական հնարավորություն շնորհիվ արևային էներգիայի անսահմանափակ ռեսուրսների։ Ամփոփելով վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կզարգացնի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մինչև հնարավոր առավելագույն սահմանը։ Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետև եթե դուք մի տեսնեք Հայաստանի եւ Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է եւ ի վերջո երկաթուղու բացման Ադրբեջանի միջով Հայաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։